Այս աղբատար մեքենան Գեղարքունիքի մարզից է եկել, հավաքել է Սևան քաղաքի աղբն ու բերել Հրազդանի սանիտարական աղբավայր։ 254 Սևան Վանոյան Արթուր։ Աղբավայր մտնող յուրաքանչյուր մեքենա կշռվում է, որպեսզի ապահովի տվյալների առավելագույն ճշգրտությունը։ Մոտավոր կիլոգրամը 4 տոննա, 4.5 կլինի մոտավոր։ Այս մոտեցումը թույլ է տալիս ոչ միայն ճշգրիտ հաշվարկելու համայնքներում առաջացող աղբի ընդհանուր ծավալը, այլև հստակ որոշելու սանիտարական աղբավայրում կուտակվող թափոնների քանակն ու քաշը։ Հրազդանի սանիտարական աղբավայրի տնօրեն Սերգեյ Համբարձումյանն ընդգծում է, որ համակարգված կշռումը կարևոր է արդյունավետ վերահսկողության և թափոնների ճիշտ կառավարման համար։ Դա խիստ կարևոր բազային տվյալներ են, մի քանի կոմպոնենտ ունեն, ոչ միայն որ թե ինչքան իրական աղբ է գեներացվում համայնքներում եւ տեղափոխվում, այլ նաեւ կոնկրետ բջիջի մեջ, կոնկրետ աղբավայրում այդ բջիջի մեջ ինչ ծավալի եւ ինչ քաշի աղբ է տեղադրվում, դա ինժեներական լուծման համար է, որտեվ այն ինչ որ կառավարելի պետքա դառնա, պետքա լինի հնարավորինս չափելի եւ տոփանման, ճիշտ տոփանման եւ ճիշտ հողային շերտով ծածկման համար։ Սովորաբար աղբավայրի մոտով անցնելիս ծանր տհաճ հոտ ես ակնկալում, բայց այստեղ քայլելիս թվում է հոտառությունդ կորցրել ես, ամեն ինչ այնքան մաքուր ու կարգավորված է, որ երբեմն մոռանում ես, որ աղբավայրում ես։ Ինչպես նշում է Սերգեյ Համբարձումյանը, հենց այստեղ է այն գաղտնիքը, թե ինչու է այս վայրը կոչվում սանիտարական աղբավայր։ Այստեղ աղբով բեռնված յուրաքանչյուր մեքենա դատարկվելուց հետո անմիջապես լվացվում է, ինչն ապահովում է տարածքի մաքրությունն ու հիգիենան։ Հուլիսից շահագործվող աղբավայրը նախ սպասարկել է Հրազդանը, հետո համակարգին միացել է ևս 6 համայնք՝ Ճամբարակը, Սևանը, Գավառը, Ծաղկաձորը, Հրազդանը և Չարենցավանը իրենց գյուղերով։ Այսօր աղբավայրն օրական շուրջ 110 տոննա թափոն է ընդունում։ Ընկերությունը ոչ միայն հավաքում և տեղափոխում է աղբը, այլև կառավարում է աղբավայրը եվրոպական չափանիշներով։ Սանիտարական աղբավայրում խստորեն վերահսկվում է ողջ գործընթացը՝ թաղում, տեղադրում, տոփում և ծածկում, ինչը բացառում է կեղտաջրերի արտահոսքն ու խառնվելը ստորգետնյա ջրերին և կանխում է հրդեհներն ու կենդանիների մուտքը տարածք։ Այո, շրջակա միջավայրին հասցվող բացասական վնասները մինիմալ են հասցված ուղղակի, կոնկրետ ջրերի կառավարման իմաստով ինքը բջիջը կառուցված է 1 մետր 4 շերտից բաղկացած տոփանված հատուկ կավից, գեոմեմբրանից, գեոտեքստիլից, հատուկ խողովակաշարով, որը որ նախատեսված է ջրահեռացման համար, եւ գլաքարի հատուկ շերտով։ Այսինքն ինքը այսպես բնական մի ֆիլտրացման համակարգ է կառուցված այդ կեղտաջրերի ֆիլտրման եւ ապա մեկ այլ ավազան, որը կառուցված է տարածքի վերջնամասում, այնտեղ կուտակվելու համար։ Սա աղբավայրի տոփանիչ մեքենան է, հատուկ սարք, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր սանիտարական աղբավայրում։ Մեքենան երկրորդն է տարածաշրջանում։ Վրաստանում ևս նման տեխնիկայով են սեղմում ու փոքրացնում աղբի ծավալը։ Աղբի անհրաժեշտ բարձրությունը, տոփանված բարձրությունը ապավելու հետո դա վերաբերում է մոտավորապես 2-ից 2.5 մետր տոփանված խառը աղբը եւս 10 սանտիմետր հողային եւ ավազային շերտով իրեն ծածկվում է։ Մի հատված արդեն ծածկվել է, հիմա հաջորդ ավելի մեծ հատվածի լցվելու, տոփանելու, իսկ հետո նաեւ փակման գործընթացն է գնում։ 25 տարվա համար նախատեսված աղբավայրում այս պահին կառուցվել է ծրագրով նախատեսված առաջին բջիջը։ Հողից ու խորքային ջրերից հերմետիկ մեկուսացված մեկ բջջի առավելագույն ծավալը 1 միլիոն խորանարդ մետր է։ Բջիջը նախատեսված է 7 տարվա շահագործման համար, իսկ 3-րդ տարվանից սկսած երկրորդ բջիջը պետք է պատրաստ լինի, բացատրում է ընկերության տնօրենը։ Աղբավայրի զարգացմանը զուգահեռ Սևան համայնքում նաև թափոնների տեսակավորման հավաքման ծրագիրն է գործում։ Սևանը թափոնների կառավարման քաղաքականության ծրագրի շահառուներից է, որն իրականացնում է ամերիկյան համալսարանի Յակոբյան բնապահպանական կենտրոնը։ Համայնքին 1500 աղբաման և հատուկ մեքենա է տրամադրվել տեսակավորված աղբը տեղափոխելու համար։ Սևանի որոշմամբ եւ մեր ընդհանուր այսքան ցանկությունն է եղել, որ մենք դարձել ենք այդ որոշման արդյունքում դարձել ենք որպես օպերատոր
սեպարատ էր, այսինքն մենք բացի խառը աղբից, մասնավորապես Սևան համայնքից հավաքում ենք նաև վերամշակելի թափոնների այն քանակը, որտեղ տեղադրված են թափոնամանները, մեր մոտ երկրորդային տեսակավորում ենք իրականացնում, առայժմ այսպես ձեռքով, որտեղ ծավալը քիչ է, ապա վերավաճառում ենք կամ վաճառում ենք վերամշակողներին։ Մասնավորապես տվարաթղթի տեսակավորման ու մատակարարման համար արդեն մեկ ընկերության հետ պայմանագիր ունեն։ Շաբաթական հավաքված տվարաթուղթը նրանց է տրամադրվում։ Սա հնարավորություն է տալիս միաժամանակ նվազեցնելու աղբի ծավալը և խթանելու վերամշակման մշակույթը համայնքում, ասում է Սերգեյ Համբարձումյանը։ Աղբավայրում նաև հատուկ հորեր են կառուցվել, որոնք նախատեսված են աղբից առաջացող գազերն անվտանգ կորզելու համար։ Համապատասխան ներդրումների դեպքում հետագայում հնարավոր կլինի նաև գազը վերաօգտագործել։ Աիդա Ավետիսյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։